2021 թվականի ընտրությունների թիմ ընտրությունների ժամանակ ինչու չխոշորացվեց։ Հակառակ դեպքում ինչու Արաքս համայնքը չի խոշորանում, չի միանում վաղ շաբաթ համայնքին, եթե միայն խոյն է միանում, այո, 17 գյուղական համայնքով։ Այսինքն դա արվում է, որ ընտրեն իրեն։ Այո, դա արվում է, որպեսզի իրեն կարողանան, իմ կարծիքով, բավարար ձայներ փորձեն ապահովեն, իրենց կարծիքով քաղաքացիական պայմանագրի կուսակցության կարծիքով իրենք այնտեղ ունեն որոշակի ընտրազանգված, որ իմ կարծիքով այդպես չէ, վստահ եմ, որ եթե այդ սցենարով գնաց ընտրություններ եղավ համայնքի, մենք դա բոլորս կտեսնենք։ Ստացվում է, որ իրենք չկայանա, հետո ինչ է կանելու, ինչ ընթացակարգի ինչ է տեղ ունենալու։ Ընթացակարգի մենք 1/3-ի պահանջով նաև եւս մեկ նիստ կպահանջենք նույն օրակարգով համայնքի ղեկավարի ընտրության մոտ օրերս մոտ 10 օրվա ընթացքում, եթե դա էլ չկայանա, ինձ թվում է արդեն իրենք այսօր նաև հայտարարել են տարբեր լրատվամիջոցներով, որ Արմավիրի մարզպետին նշանակելու են վաղաշաբաթ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար։ Ես ուզում եմ ուղղակի հասկանամ այդ դեպքում ուրա իրանց prime երիզները, այն ժողովրդական բաստիոնը, որ կար իրենք համայնքներում, Գյումրիում, Փարաքարում prime երիզով ընտրեցին, այո, Գյումրիում ժողովրդի կողմից թեկնածուներ, տվյալ դեպքում ինչի էջմիածնեցիներին դա չեն հարցնում։ Ինչ է, էջմիածիները այդքան չեն սիրում, թե գիտեն, որ էջմիածնում իրենց ռեյտինգը բավականին ցածր, պատմական նվազագույնի է հասել։ Այսինքն իրենք բնականաբար ցանկացած էջմիածնեցու համար եկեղեցու թիրախավորելը դա շատ ցավալի փաստ է եւ էջմիածնեցիները իրենք տարբեր հարթակներում, թե մասնավոր զրույցներում, թե նորը Բեհապար Հայրապետի երբ որ գնացել էինք Զվարթնոց օդանավական դիմակայում, իրենց մեծ մասնակցություն են ունեցել եւ վստահ եմ, որ շարունակելու են։ Բոլոր քաղաքներից առավել էջմիածնեցիները առավել զգայուն են եկեղեցու հանդեպ ցանկացած հարցի շուրջ։ Ինչ է կանելու որպես դա քաղաքական ուժի ներկայացուցիչ, որ ասում եք կա սցենար, որ Արգիշտի Մեխակյանին բերեն նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար, հետո ընտրություններում ինքը հաղթի, որոնք են լինելու ձեր գործողությունը։ Ես չեմ ասում ինքը հաղթի, ես ասում եմ դա իրենց սցենարն է։ Մենք ամենայն հավանականությամբ, եթե ավականու նիստերը տապալվեն մինչև սահմանված ժամկետը չլինի եւ նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետեւ պետք է համայնքների խոշորացումն անեն եւ տեղի ունենա արտահերթ ընտրություններ նախնական, այսպես ասած, լուրերով դեռևս պարզ հաստատված չի պաշտոնական չի, նոյեմբերի 16-ին պետք է տեղի ունենա թիմ ընտրություններ։ Մենք ամենայն հավանականությամբ մենք մեր թիմով մասնակցելու ենք այդ ընտրությունների եւ ավականի լիազորությունները վայր է դնելու։ Ոչ, ավականին շարունակում է, որքան գիտեմ, աշխատել, որպեսզի համայնքի աշխատանքները չխաթարվի, մինչև նոր ընտրություններ, նոր համայնք ղեկավարը ավականում։ Ես ինքս էլ դա չեմ կարողանում հասկանալ, որովհետև ստացվում է ժամանակավոր պաշտոնակատարը մի մարդ, որը նախ այս համայնքից չի, մինչև խոշորացումը, լավ, սենց։ Ոչ, Արգիշտի Մեխակյանը Խոյ համայնքից է, վաղաշաբաթ խոշորացված համայնքից չի, բացի այդ նա չի լինելու ավականու անդամ, չի ունենալու ձայնի իրավունք, այսինքն ստացվելու է մի process, որ ավականու նիստերը վարելու է մի մարդ, որ պարզապես կառավարության որոշումով ուղղակի նշանակված է։ Ոչ մի կապ չունի մեր համայնքի։ Եթե պատկերավոր ասենք, զավթելու են էջմիածնի քաղաքապետարանը միջև ընտրությունները իրենց տեխնացուին անցկացնել։ Այո։ Իրենց Ինչ այո։ Փորձելու են զավթեն, այսինքն կառավարության որոշումով նշանակելու են եւ շարունակեն իրենց աշխատանքը, ոնց իրենց քաղաքացիական պայմանագրով որոշել են։ Բայց մենք վստահ կարող եմ ասել, որ գործուն մասնակցություն ունենալու ենք եւ հասնելու ենք հաջողության։ Այդ սցենարի մասին ձեզ որտեղից է հայտնի դարձել։ Հայտնի է դարձել հիմնականում մամուլից, նաև իրենց ԿՊԱ-ականներն են հենց մամուլով խոսել, ես ինքս տեսել եմ այսօր էլ հենց այդ սցենարի վառապացույցը նաև որ արդեն մոտ 10 րոպե անցել է նիստից, ոչ մի ԿՊ-ի ավականի չի ներկայացել։ Եթե վարկանիշ չունի ԿՊ-ն էջմիածնում, ինչպես եք պատկերացնում, որ ընտրություններում կարող են որևէ ռեյտինգ ունենա եւ մի քիչ տոկոս հավաքեն։ Այսինքն եթե չունեն երաշխիքին չունեն։ Փորձելու են այս ընթացքում հին մեթոդներով առաջ գնալ, ասֆալտը եւ այլ։ Հիմա տեսեք, մեր քաղաքը կատեգոր խայտարակ վիճակի մեջ է, փողոցները քանդած եւ այլն, գործ չի արվում, քանդել են, որպեսզի շարունակեն բարեկարգեն,
բայց այս բանին աշխատանքներ չի գնում։ Իմ կարծիքով սպասում եմ, որպեսզի իրենց ժամանակավոր պաշտոնակատարը գա եւ փորձի այդ ընթացքում, այո, սկսի աշխատանքները, այնտեղ կնկարվեն այդ աշխատանքների շուրջ, տարբեր այդպես սայթերով կգնեն։ Խոշորացման պարագայում Երկու ընդդիմադիր ֆրակցիաներ այս պահին միավորված եք։ Այսպես ասած, այս բանին այդպես միավորվելու որևէ բան չկա, մենք իրար այդ համատեղ նիստ չենք արել, չենք քննարկել, բայց ընդհանուր այսօրվա նիստի կայացման համար, եթե եկել են մյուս հայրենատեր խմբակցության անդամները, կարծում եմ իրենք էլ կողմ են, որպեսզի նիստը կայանա, որովհետև սա Էջմիածնի ապագայի հարցն է։ Փաստացի ստացվում է, որ Էջմիածնի ՔՊ-ի ավականու անդամները իրենց չգալով այսօր որոշում են մեր քաղաքի ճակատագիրը։ խոշորացման պարագայում, հա, տոկոսային հարաբերակցությամբ ձայները ինչպես կդասավորվեն ձեր կարծիքով։ Եթե խոյեն միանը, Չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց ըստ նախորդ ընտրությունների ընտրողների ցուցակով աշապատ խոշորացված համայնքում մոտ 45000 ընտրող է, խոյում մոտ 21500։ եղանակ չի ստացվում։ Եթե ձերն ներկայացնում։ Ես վերջին ընտրությունները ուսումնասիրելով այդ թվերն եմ տեսել, տենց արել։ Այսինքն ընդդիմության միասնական տեխնացուի մասին այս բանի վաղ է խոսել, ոնց հասկացա։ Իհարկե, ընդդիմության միասնական տեխնացու վաղ է խոսել, բայց մենք մեր թիմով ոնց որ 2021 թվականին ենք մասնակցել, ամենայն հավանականությամբ մենք լինելու ենք process-ների մեջ եւ ակտիվ մասնակցություն ենք Այդ թվում ունենալու։ փողոցային պայքար կարող է այստեղ գեներացվել, Չեմ կարող որտեղ եթե իրենք իրենց տեխնացուին ամեն ինչ անելու են, որ միջև ընտրությունները բերեն քաղաքապետարան, ինչպես է այդ դեպքում դիմակայելու այս։ Անջան, այդ հարցին այս բանին չեմ կարող պատասխանել, որովհետեւ դա կախված է նաեւ էջմիածնեցիներից, քանի մենք դեռ ունենք արժևում ավականունիստներ, այդ հարցը չենք քննարկել։